Ջեյդի Վենսը այցելեց Հայաստան, ամեն մի հարցունի մեկ պատասխան։ Երևի ժողովրդին արդեն տալիս են այդ քնացնող թույնը, որ տեսեք ինչ լավ բան կատարվեց, այս տականքը եկավ Հայաստան։ Բայց այստեղ նշենք մի քանի բաներ, որոնք անհրաժեշտ է։ Առաջինը, ինչ ասեց այս տականքը անողնաշարավոր ծաղրածուն, որը սրա նման նույնպես ծաղրածու է, ավելի մեծ դեր է խաղում, քան այս տականքը, դրա համար էլ աշխարհում այդ ծաղրածուներին, հատկապես Տրամպին, Պուտինին, դրանք չեն նկատում, որ բոլորն էլ բրության ծաղրածուներ, տականքներ են։ Իր ասելով դուրս եկավ, որ Հայաստանը պարտավորվել է և պետք է կատարի իր պարտավորությունները, այսինքն ինչ որ ցանկանում ենք, պետք է տա մեզ։ Եվ այստեղ նաև դիտարկենք այս հարցը։ Ինչ է սա ասել, և այս ոչխարը նույնպես ինչ է ասել։ Նախ այս ոչխարի մասին։ Ինչպես նշել եմ, Կանադայի վարչապետի գալուց հետո այս տականքը անմիջապես փոխվեց, ստացավ իր ամբողջ հրահանգներն ու գարանտիան, որ իր հետ ոչինչ չի կատարվելու, և այս տականքն էլ ինքը շատ լավ նշեց, որ իմանայի, որ ժողովուրդը այսքան ոչխար է, առանց կռվի կտայի Արցախ էլ ինչ է կռիվ անում։ Նաև այդ արտահայտությունը, նաև բազմաթիվ արտահայտություններ նման տիպի կամ առոգանության փոփոխություն, սրանց մոտ դառնում է կապիկ, իսկ հայերի մոտ դառնում է առյուծ։ Այսինքն Հայաստանը պետք է տա այդ միջանցքը։ Եթե մենք վերցնում ենք մեր տարածաշրջանը, ապա Իրանը միշտ էլ ասվել է, կարող են այսպես գալ։ Ինչի հատկապես պետք է այս ճանապարհը, և այստեղ այս ամբողջն են կտրելու։ Նախ այստեղ փակեն Քարահունջի և Տաթևի վանքի հարցը, որոնք գիտական մեծ գյուտեր են հին աշխարհում, երկրորդը ամբողջ հանքերը կվերցնեն իրեն ձեռքը, և նրանց համար կարևորը որն է։ Նահանգների մի շարք պաշտոնական ներկայացուցիչներ, հատկապես Պենտագոնի շեֆներ կարծեմ, հայտարարեց, որ Թուրքիան մեր ռազմական գործընկերն է և թող Հայաստանը այլ հույսեր չկապի, այսինքն Հայաստան, դու որբի գլուխ ես, ինչ էլ ցանկանանք պետք է կատարես։ Եվ այստեղ այս պատերազմը, որը հաղթած պատերազմ էր, գնացին 4 Հայաստանի տական ղեկավարներով պարտության, որ Արցախը տանք ու հանգիստ ապրենք, այսինքն Հայաստանը դարձնեն ֆեոդալական երկիր ու իրենք Հայաստանը օգտագործեն, տեսան, որ արդեն դա այդպես չի, որ իրենց տերերի բրուտի ցանկությունը այլ է։ Եվ 14-15 թվականներին, երբ որ Ալիևը Ղարաբաղյան ձեր տալիս այդ տականք Եղիսաբեթին և միևնույն ժամանակ Եղիսաբեթի հյուրասենյակի պատից կախում էր Շուշիի յուղանկարը, պետք էր հասկանալ, որ այստեղ ամեն բան փոխվել է ի վնաս մեզ։ Ի վնաս մեզ նախ փոխվել էր այն ժամանակ, երբ որ Տիգրանին փոխարինեցին այս տարածությունով։ Տիգրանին վերցնելու համար, Տիգրանը մարդ էր, այսպես թե այնպես մահացավ, այս տարածությունը այսպես թե այնպես կա, և անունն էլ դրեցին Ադրբեջան։ 5-6 ընտանիքի ձուլված այդ ոչխարախումբը, երբ որ Բաքվում
լինեք, ովքեր եղել են Բաքվում, գիտեն, որ ինչ-որ այդտեղի շեխի աղջկան ինքը շեխը բռնաբարում է և նա գնում է Նովաձևիչե մանաստիր և գնում է այդ Նովաձևիչե մանաստիրը իբր այդ աղջիկը, բայց այստեղ բոլորը բարեկամներ իրար սարքած իրար և դրա համար սրանց մոտ դա գեն չի, դա ոչնչացող տեսակ է, այսպես թե այնպես, երբ որ բրուտը սրանց աճեցել է, ոչնչացող տեսակ են, բայց այստեղ հարցը դա չի։ Վենսը եկել է, որպեսզի տեսնի Հայաստանը որքանով է կատարում իր պարտավորությունները և Հայաստանն է այստեղ պարտավոր, իսկ Նախիջևան կոչվածը որևէ մի քրիստոնյա երկիր, որևէ մի հայ քրիստոնյա պաշտոնյա չի ասում, որ այս ինչպես է, որ քրիստոնյաների սուրբ լեռը Արարատը գտնվում է մուսուլմանների ձեռքում, Քրիստոսի նախահոր Նոյի իջած վայրը, որը սուրբ տեղ է, նույնպես գտնվում է մուսուլմանների ձեռքում և այսօր քրիստոնյա երկրին պետք է նույնպես բզկթեն և նրա մի մասը տան նաև մուսուլմաններին։ Տեսնում եք, որ այս ամենը կեղծիք է, երբ որ ես ասում եմ, որ Սադամից սկսվեց արդեն հայկական բոլոր տարածությունների ոչնչացումը, այսօր Իրանն ու Վրաստանն են մնացել, բացի Հայաստանը, հայկական տարածություններ և միևնույն ժամանակ նրանք են հանդիսանում նաև հայկական ինչ-որ այսօր կենդանի մնացած մարդկանց խմբերի Ախալքյաղլակ, Ախալցխա-Բագդանովկա և իրանահայերը, որ նրանց էլ են ոչնչացնում բրուտները, դուք այս ամենը լավ չեք հասկանում և այս ծաղարածուի ժպիտները ձեզ համար դարձավ այս ինչ լավ բան է կատարվել, այս ինչ լավ բան են անում, հիմա էլ էս են անելու, իրականում վերցնելու են ամբողջ հանքերը, նաև ուրանի հանքերը, որը մի մասն էլ էստեղ է գտնվում, օգտագործեն, Հայաստանը դարձնեն իրոք ոչ էկոլոգիական երկիր և թեքեն հայերի վրա, իսկ հայերը փախչելու են նորից որտեղ, Ռուսաստան, Եվրոպա, այլևս հիմա էլ Ամերիկան չի ընդունում, այդ երկու տեղը կամ գնալու են Ալտայսկի կռայ, թուրքերը Ալթայից եկան այստեղ, հայերս այսօր գնում ենք այնտեղ, այստեղ հարցը նա չի, որ մեզ ճնշում են, հարցը նա է, որ դուք ու արժեքը չես հասկանում, սա նույնն է, որ մարդը ինքը գիտի, որ ինքը խելացի, կազմակերպված, բոլորի կողմից հարգված, զարգացած անձնավորություն է, բայց մի խնջույքի ժամանակ, երբ որ մի հարուստ, տականք, զզվելի, մարդասպան, կեղտոտ, գործ տվող մեկը գալիս է, բոլորը գնում են նրա ոտքերը համբուրելու, իսկ այս մարդը կանգնած մնում է իր տեղում կամ նստած իր տեղում, նույնիսկ չի էլ նկատում, որ դա եկել է, բայց այսօր հայերը թուրքը իրենից ինչ է ներկայացնում կամ ադրբեջանցին ընդհանրապես իրենից ինչ է ներկայացնում, որ այսօր հայի անունը պետք է շեշտվի, հայի մոտ վաղ պետք է առաջանա երկու այդ անվորակ տեսակներից, քանի որ հայերս մենք մեր անվորակներին բրուտի ցանկությամբ դրեցինք և այսօր երկիրը դարձավ անվորակներից անվորակների երկիր և թուրքն ու ադրբեջանցին այսօր ծիծաղում են առոցի արծիվի վրա ոչխարները, քանի որ առոցն ու արծիվը սկսեցին հավերի նման ձուածել և բնում մնալ, իսկ այստեղ Հայաստանի այդ տականքները վերցրեցին ղեկը իրենց ձեռքը։ Մի հարց էստեղ պատասխանեմ ու անցնենք առաջ։ Երբ որ ասում են գենը դա մի մեծ ծառ է, որը սկսվում է այսպես,
հայկական հին օրենքներում եւ հայ հեքիաթագիրներից մի քանիսը նույնպես ինչպես Թումանյան աղայան նույնպես նշել են այդ մասին, որ թագավորը իր տղային ուղարկում է 7 սարից այն կողմ, որպեսզի գնա իր բախտը որոնի։ Սա ինչ է նշանակում։ Սա ընդունելով, որը իրական մեր հայրենիքն է, այս ամենը դեռ Իրանից էլ մաս, Վրաստանից էլ մաս, սա մեր իրական էթնիկ հայրենիքն է, այսպես եղել են, ընկել են 20, 30 և քանակը եղել է 4, ընդամենը 4 լուսին երկիր հարվածից 20-ից 30 մարդ է թափվել, 15-20 զույգ։ Եթե դրանց վերցնում ես և դրանց երեխաներին, դրանք իրար հետ օրինակ ես մի ընկածի, այսպես վերցնենք, որ ավելի լավ լինի։ Մի օրինակ երկու այս ճյուղերից իրար հետ ամուսնանում են, ունենում են երեխաներ, այս երեխաները արդեն ամուսնանում են այս 3-րդ կամ 4-րդ ճյուղի հետ, որից հետո սրանք արդեն շատ բազմանալով և այդտեղ հայ աստվածները կատարել են նաև, որպեսզի տեղափոխվեն այս վայրից այս վայրը, այս վայրից այս վայրը, և դրա համար հեքիաթներում նույնպես ասում է 7 սարից այն կողմ գնաց բախտը որոնելու, այսինքն այնտեղ կին որոնելու, որը բերի, որպեսզի իրենցի ծնվածները լինեն խելացի կատարյալ, ոչ թե տականք։ Իսկ նաև այն հարցը, որը տրվել է, օրինակ քուր ու եղբոր կամ երկու եղբոր երեխաներ, երբ որ իրար հետ ամուսնանում են, այստեղ արդեն ուզում է 1000 կամ միլիոն արդեն բաժանված լինի այս ամբողջը իրարից և արդեն բարեկամական ընդհանրապես կապ չունենան, երբ որ ամուսնանում են, սրանց երեխան նորից լինում է նորմալ կատարյալ և նրա արյունը, իսկ երկու եղբոր, երկու քույրերի կամ քույր եղբայր կամ բարեկամների մոտիկ երբ որ ամուսնանում են, դրանք արդեն հիվանդ, դրանք արդեն առանց հոգի, իսկ հոգին դա հին կամ նոր, իսկ նրանք ընդհանրապես հոգի չունեն, նրանք դառնում են մեխանիզմ։ Դրա համար Հայաստանի այսօրվա ոստիկանների 90%-ը դրանք մեխանիզմ են, դրանք արդեն մարդ չեն։ Որպեսզի նրանք մարդ դառնան, նորից նրանք պետք է անցնեն այս ամբողջ էվոլյուցիան։ Այսինքն, եթե 78,000 տարի հայերը ճյուղավորվել են և անընդհատ ճյուղը փոխելով 7 պորտ այն կողմ են ամուսնացել, այստեղ տալիս ես մեկ պերեմիշկա, նորից դու պետք է 54,000 տարի անցնես, որպեսզի դզվի։ Այսինքն ադրբեջանցի կոչված այդ անողնաշարավոր ոչխարները և Հայաստանում նաև մի մասը դրանք արդեն ոչխարներ են, դրանք արդեն մարդ կոչվելու իրավունք չունեն, նրանց մեջ հոգի չկա, նրանք միայն մեխանիզմներ են։ Եվ նաև ինչ է ասում այս տականքը, Վենսը ինչ է ասում նաև Հայաստանի մասը։ Հայաստանում կտեղադրենք չիպերի արտադրություն, արդեն մի գործարան, թե մի քանիսը կառուցվում են, մի քանիսն էլ պետք է սկսեն կառուցել, որը սուտ է, բայց եթե նույնիսկ ճիշտ լինի, այստեղ նաև մի նրբություն ասեմ, որ հասկանանք։ Աշխարհում ամենակատարյալ չիպերը տալիս է այս գործարանը, TSMC գործարանը, որի վրա Չինաստանը աչք ունի, և այս գործարանում
գտնվում է աշխարհի ամենակատարելագործված սարքերից մեկը։ Այս սարքի արժեքը մի քանի միլիարդ դոլար է։ Նա կարողանում է ոչ թե միկրոնի կամ միկրոնից ավելի ցածր միկրոնի 100-րդական մասի, այլ ատոմի ճշտությամբ կատարել այդ զոդումները, պայկաները կամ միացումները կատարել։ Եվ այս ամբողջ գործարանի արժեքը ավելի թանկ է, այս մեկ ստանոքի արժեքը ավելի թանկ է, քան ամերիկյան ամենակատարյալ ինքնաթիռի արժեքը։ Իսկ ամբողջ գործարանը դա արդեն կես տրիլիոնին հավասար արժեքով սարքավորումներ են այնտեղ տեղադրված, ամեն ինչ։ Չիպերի արտադրությունը ինչպես է կատարվում, դա ուսումնասիրեք եւ նայեք, թե աշխարհի որ երկրներն են արտադրում չիպեր։ Հիմնականում այսօր արտադրում են 3 երկրներ՝ Չինաստանը, Հարավային Կորեան եւ Չինաստանի եւ Ամերիկայի այդ կռվախնձորը։ Թայլանդի գործարանն է։ Թայլանդը 80 թվականներից զբաղվում է այս գործով, բայց այսօր iPhone-ների եւ ամենակատարյալ սարքավորումների չիպերը արտադրում է TSMC իր այս գործարանում, եւ ասացի նաեւ սրա արժեք։ Այս գործարանի ներս մտնելու ժամանակ մարդիկ հագնում են սպիտակ խալաթներ եւ մասկաներով։ Միևնույն ժամանակ նրանք անցնում են այնպիսի սարքերի միջոցով, որպեսզի նրանց վրա որևէ մի կտոր փոշու հատիկ չլինի։ Ամբողջ գործարանում եթե լինի մի փոշու հատիկ, ապա նա արտադրությանը մեծ վնաս է տալու։ Եվ չգիտեմ հիշում եք թե չէ, այժմ ասեմ եւ անցնենք առաջ, ճապոնացիները նույնպես արտադրում են եւ արտադրում էին դեռ 70-ական թվականների չիպեր, միևնույն ժամանակ սովետական միությունն էր արտադրում։ Սովետական միության արտադրած չիպերի 13%-ն էր որակյալ դուրս գալիս, իսկ ճապոնացիների 96%-ը որակյալ էր։ Պատճառը ոչ թե սովետական միության սարքերն էին վատ, այլ ճապոնացիները այդ ժամանակվա չիպերը ինչպես էին արտադրում։ Ծովի հատակում էր գտնվում այդ գործարանը, այսինքն ջրի մակարդակից մի քանի տասնյակ մետր ներքև, եւ այնտեղ նույնպես փոշու հատիկ չկար։ Նույնը սովետական միության գործարանում փոշու հատիկ պետք է չլինի։ Իսկ Ճապոնիայի արտադրությանը մասնակցում էին կանայք, եւ այդ կանայք 6 ամիս մնալով ջրի տակ դուրս գալուց հետո նրանք ստանում էին արյան սպիտակուցների ավելացուկ եւ արյան ռակով մահանալով հեռանում կյանքից, փոխարինվում էին նորով։ Նույնը այսօր TSMC-ն Չինաստանում արտադրվող չիպերը եւ Հարավային Կորեայում արտադրվող չիպերը, որը աշխարհում 3 ամենախոշոր արտադրություններն է եւ միակը։ Ինչի՞ չեն ամերիկացիները իրենց մոտ արտադրում, քանի որ մարդիկ առանց փոշի օդը շնչելուց հետո, ինչպես նշեցի, մահանում են, շատ շուտ մահանում են։ Եվ դրա համար այստեղ աշխատում են այս աշխատողները,
թեպետ Տայլանդում ամիսը 1 փոխարինում են այս աշխատողներին, ճիշտ է, նրանք արդեն հիվանդություն են ստանում, բայց արդեն անցնում են այլ աշխատանքի, եւ այսօր նրանց քանակը ավելի քիչ է, քան 80-ական թվականներին։ Նույնը եթե կատարելու են Հայաստանում, ապա այսպիսի բարձրակարգ չիպեր Հայաստանը չի արտադրելու, ինչ-որ մի հետամնաց կամ ինչ-որ մի երկրորդական չիպեր է արտադրելու, բայց այստեղ հարցը նա է, որ հայ երիտասարդներին, հատկապես կանանց աղջիկներին արդեն զրկում են հայ լինելուց, եւ սա ուրախալի լուր չէ մեր հայերի համար։ Ավելի լավ կլիներ հայերը ստանային $100 եւ կատարեին ինչ-որ Գերմանիայում է կատարվում կամ այլ երկրներում, գալիս է տարբեր երկրներից, օրինակի համար լապտոպի կամ հեռախոսի սարքերը, նրանք սկսեին հավաքել եւ պահեստավորել, որից հետո հանձնվել խանութները կամ այլ երկրներ ուղարկվեր, քան չիպերի արտադրությունը։ Չիպերի արտադրությունը ատոմային զենքի նման մի բան է։ Ատոմային զենքը վերացնում է միանգամից, բայց մարդը ինքնակամ գնում է վերացման։ Եվ կարող եք դա ստուգել եւ կարող եք բժիշկների հարցնել, թե դա որքան վնասակար է։ Նորից եմ կրկնում, այս սարքի արժեքը ավելի թանկ է, քան ամերիկյան ամենաթանկ ինքնաթիռը, քանի որ նա աշխատում է 1 ատոմ ճշտությամբ կատարում է այդ բոլոր գործողությունները, եւ այստեղ օդափոխանակություն դրսում, եթե լինի կարկուտ, անձրև, թե արև եղանակ 50 աստիճան տաքություն, այստեղ ջերմաստիճանը եւ օդի խոնավությունը, միևնույն ժամանակ լրիվ մաքրությունը ամենաբարձր մակարդակի վրա է։ Այս նույնը Սովետական միությունում էր կատարվում, եւ Սովետական միության մասին ասեմ, կային այսպիսի երկու հաշվիչներ։ Սովետական միության հիմարության ձևն եմ ասում։ Այս հաշվիչի արժեքը 120 ռուբլի էր։ 120 ռուբլին մեկ մարդու մեկ ամսվա աշխատավարձ էր։ Ես ունեի սրանից։ Եվ այս մյուսի արժեքը 70 ռուբլի էր, որը համարյա ոչինչ չէր կատարում, գումարում անում ես մի երկու գործողություններն էր կատարում։ Եվ ինձ հետաքրքիր էր, ես անդադ նոր սարք ունենալուց բացում էի նայում, թե մեջը ինչ կա։ Եվ ընկերներիցս մեկը գնել էր սրանից, որը այդքան էլ չէր արդարեցնում իրան, մեծ մասը լոգարիթմական կանոնով էր աշխատում կամ աղյուսակներով, բերես թե չի միանում, երբ որ բատարեյ է տեղադրում, լուսավորություն չկա, միայն շնուրից է աշխատում։ Երբ որ բացեցի, տեսա այդ միկրոսխեման, նույն միկրոսխեմանն է, ինչ որ սա, եւ իմը եւ իրենը բացեցի, տեսա նույն միկրոսխեման է, նույն համարն է գրված երկուսի վրա, այդ չիպը։ Երբ որ շրջեցի հակառակ երեսը, իմի մոտ 32, կարծեմ, թե 16 այդ ոտիկները բոլորը պայկա էր արված, իսկ իրեն մոտ երկուսը պայկա արված չէր։ Ասեցի, բերես երկուսը պայկա անենք, եթե կվարվի իմը կտամ քեզ։ Ասեց, արա։ Եվ երկուսը պայկա արեցի, եւ սա սկսեց աշխատել սրան նման։ Այսինքն կարող էին նույնպես սա ցածր գնով վաճառել, բայց այդ թանկ սարքը տեղադրելով այստեղ, որ ունենք նաեւ էժանագինը, երկու ոտիկը պայկա չէին արել, որպեսզի էժան վաճառեին, թեպետ մեջի սարքը թանկ էր, միայն կորպուսներն էին իրարից տարբեր, սա մի քիչ շատ գեղեցիկ էր, սա տգեղ էր էս կալկուլյատորը։ Եվ այդպիսով տղաները գալիս էին, երկու ոտքերը պայկա է անում, այստեղ գրում էինք նշանները, թեպետ սա 18
կնոպկեք ունի, սա 20 կնոպկեք ունի, այդտեղ միայն երկու գործողություն չէր աշխատում, մնացածը սինուս, կոսինուս, տանգենս, այդ ամբողջը աշխատում էր, միայն լոգարիթմական երկու գործողությունը չէր աշխատում, ե-ի հիմքով լոգարիթմը և որպիսի եմ բարձացվեր ինչ-որ աստիճան, այդ երկուսը չէր աշխատում, մնացածը բոլորը աշխատում էր, և այստեղ նաև կպցնում էինք թղթեր գրում, թե որ գործողությունն է, և 70 ռուբլին աշխատում էր 120 ռուբլու փոխարեն։ Սերգեյ Մեգելյանը և նման շատ մարդիկ կային, որը կարող էր այսօր ոչ թե Ռուսաստան, այլ սովետական միությունը լիներ և աշխարհի վրա թքեր։ Բայց այս ոչխարը, այս անգլիական լրտեսը ինչ կատարեց։ Ասեց, որ մենք հրաժարվում ենք արդեն այդ փոքր սարքավորումներ, մարգավորումներից, մենք պետք է արտադրենք աշխարհի ամենամեծը։ Այսինքն իրական գաղափարախոսությունից, ինչ որ այսօր Նիկոլն է կատարում, մեզ գիտության ակադեմիա պետք չէ, ինչներիս է պետք գիտության ակադեմիան, և այլն, և այլն։ Նույն բանը եղել է բոլոր ժամանակներում, միայն դուք ուշադրություն չեք դարձրել դրա վրա, և այսօր այս տականքը գալով, սրանց հիմնական հարցը, թեպետև կարող է նաև ոչ թե որպես քրիստոնյա ազգ հայերիս ոչ թե վերացնեն թուրքերը կամ ադրբեջանցիները գրավեն Հայաստանը, այլ սրա միջոցով այսպիսի մի գործարան տեղադրեն ցածր արժեքով, թեպետ չեն կարող TSMC-ի նման գործարան տեղադրել, նրա արժեքը կես տրիլիոն գումար է իրենից ներկայացնում, մի փոքրիկ այդպիսի գործարան, բայց շատ աշխատողներով ոչնչացնեն մեր գենը։ Նրանց նպատակը դա է, որպեսզի մենք ինքներս հանձնվենք և հայերը չունենան ալիբի, որ ասեն այ բրուտ, այ պոռնիկի ծնունդ, դու ես այս ամենը կատարել։ Այժմ ախպերություն Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Սիրելի հայրենակիցներ, երևի ամենից շատ իմ բարեկամների մեծ մասն է գտնվում Ռուսաստանում։ Միևնույն ժամանակ իմ ամենամոտ արյունակիցներն են բնակվում Ռուսաստանում, բայց աշխարհում մենք չունենք բարեկամներ և Ռուսաստանը նույնպես մեզ բարեկամ ընդհանրապես չի կարող լինել։ Միգուցե Իտալիան, միգուցե Եգիպտոսը, միգուցե Ալժիրը, միգուցե Հնդկաստանը լինեն մեզ բարեկամ, միգուցե նաև լինի Թուրքմենիան կամ Ղազախստանը մեզ բարեկամ, բայց Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը երբեք մեզ բարեկամ չեն կարող լինել։ Եվ այստեղ նշում եմ այս սպիտակ թևերով ռուսական աղավնու Զատուլինի ասածը, երբ որ հայերը նրան հարցրեցին, ասեց հա դե դա այդպես է, Բոսֆոր Դարդանելի նեղուցներով անցնելու համար մենք հայերիդ միշտ էլ փուրն ենք տվել, պետք է ընդունել դա այդպես։ Այսինքն, եթե քու երեխային ոչնչացնում են Բոսֆոր Դարդանելի կամ քո հացը կտրում քու երկիրը ոչնչացնում, դե ոչինչ, նորից ներենք դրանց։ Դրա համար հասկացեք, բրուտը այնպիսի պայմաններ է ստեղծել, որ սա կախված լինի, այսօր փակել են ամբողջը։ Միգուցե Բալթիկ ծովով էլ իրեն չթողնեն, միակ ճանապարհը այսպես ունենա գնալու, են էլ սրանց մոտ անդադ հսկվելու, պետք է գա այստեղ, կարող է այստեղով էլ չթողնեն մտնի, այսպես պետք է շրջանցի, կամ պետք է գա այս ճանապարհով։ Եվ միակ ռուսներին այս ամենից ազատվելու ճանապարհն էր, որպեսզի ռուսները այսպես Վրաստանի հետ էլ լավ լինեին, այսպես գային և դուրս գային այստեղ, բայց ռուսները սա չհասկացան։ Ռուսների համար ավելի ցանկալի էր այստեղ հայերին փուռը տալ և կորցնել ամեն ինչ, և մտածել, որ ռուսը որևէ մի պահի պետք է մեզ համար ցանկալի լինի, դա անհնար է։
Հայկական գիտական ուժը, որը աշխատել է Սովետական միության ժամանակ եւ այսօր Ռուսաստանում, եւ Ռուսաստանում իրենք էլ լավ գիտեն, ռուսի անուն ազգանունով 130 գիտնականներ, 12000-ից ավելի գիտատեխնիկական աշխատողներ եւ իրական հայերը նույնպես այդտեղ, նրանց տված օգուտն է լավ, թե Պուտինը ինչ-որ մի քանի լիտր նավթ ու գազ պետք է վաճառեր Եվրոպային։ Հասկանում եք, որ այստեղ նույնպես նույն խաղն է գնում։ Մեզ դրել են որփի գլխի տեղ եւ ռուսներին ասում են դու ես խաղը խաղա, թուրք դու ես խաղը, ադրբեջանցի դու ես խաղը։ Միայն այստեղ ասեմ, որ ռուսները ավելի կեղտոտ խաղ խաղացին, քան թուրքերն ու ադրբեջանցիները, ինչ որ միտեղ Էրդողանը եւ Ալիևը ավելի ազնիվ են, նրանք միանգամից ասում են ինչ հրահանգ են ստացել, ճիշտ է հայերը չեն ջոկում, որ դա հրահանգ է ստացել եւ ասում են հրահանգի մասին, որ հայեր պատրաստվեք, այսպիսի հրահանգ կա, ձեր եկեղեցին ենք ոչնչացնելու, ձեր երկիրն ենք ոչնչացնելու, Էրդողանի ասածը վերջին մի լաշն է մնացել եւ այլն, բայց ռուսները նման ոչ մի բան չեն ասում, ռուսները տակից քանդելով միայն դուք մեր բարեկամն եք, а куда денется Արմյանի, Արմյանի знают куда денется, երբ որ արդեն աշխարհի վրա հարց կբարձրացնենք, արդեն կիմացվի թե ով է, ով ինչ է եւ որտեղից է, դրա համար այս հարցը, որ միշտ տալիս եք, չէ, ռուսները լավն են, դա այդպես չի, ռուսները, եթե նույնիսկ լավն էլ լինեն, նրանք նույն խաղն են խաղում, հրահանգ են ստանում այդպես եւ եթե մենք այսօր ընկերանայինք Սաուդյան Արաբիայի հետ եւ Սաուդյան Արաբիան լիներ մեր ամենալավ բարեկամը, ապա Սաուդյան Արաբիային են դրթելու մեր դեմ բրուտները, դա նշանակություն չունի եւ դրա համար մտածել, որ ռուսը լավն է, ռուսը լավը չէ, ռուսը խաղում է բրուտի նույն խաղը եւ Պուտին կոչված այդ տականքը եւ սրանք բոլորը այդ նույն խաղն են խաղում, իրենց գլուխը փրկելու համար։ Այսօր ավելի պարզ նաեւ մի քանի երևույթի մասին կասեմ։ Հայաստանի Հանրապետություն եւ Ուկրաինա։ Երկուսին էլ ես արդեն եւ Չեռնոբիլի ժամանակ եւ մեր երկաշարժի ժամանակ եւ Արցախի հարցը բարձրացնելու եւ Բաքվի ջարդերի ժամանակ հասկացա, որ նորից կատարվելու է նույնը եւ նույնը նաեւ Ուկրաինայի։ Կոմունիստների ժամանակ եւ դրանից հետո նույնպես, բայց հատկապես կոմունիստների ժամանակ ես Ուկրաինայում շատ եմ եղել եւ շատ գործարաններում եւ գաղտնի գործարաններում։ Ուկրաինան իր մակարդակով եւ տարածությունով եւ ամեն ինչով ավելի զարգացած էր, քան Ռուսաստանը։ Եվ Ուկրաինան մեծ պոտենցիալ ուներ ամբողջ Եվրոպային իր բուրը հավաքեր, քանի որ այնտեղ կային նաեւ տեխնիկական աշխատողներ։ Նրանց ինժեներական կազմը ավելի կատարյալ է, քան հայերինս, քանի որ նրանց ուժը միայն այդտեղ է պատում։ Իսկ հայերինս գիտատեխնիկական, հատկապես գիտության վրա է հիմնված եւ ուկրաինացիների մոտ կատարեցին Չեռնոբիլը, մեր մոտ կատարեցին Եկաշարժը։ Ինչպես ճապոնացի գիտնականն է նշում, հորիզոնական, այս վերտիկալ եւ հորիզոնական եկաշարժեր միաժամանակ տեղի չեն ունենում, կամ եկաշարժը հորիզոնական է, կամ վերտիկալ։ Ես այդ ժամանակ գտնվելով դրսում, այսինքն շենքում էի, արագ դուրս եկա եւ գտնվելով դրսում, առաջին անգամ ստացանք մենք վերտիկալ տատանումներ, իսկ դրանից մի 7-8 րոպե հետո, երբ որ ես արդեն հանգիստ տեղ էի կանգնած, ստացանք նաև հորիզոնական մետր ու կես երկիրը այսպես շարժում էր։ Այսինքն այն փաստը, որ միևնույն տեղում հնարավոր չէ միաժամանակ եւ հորիզոնական
եւ վերտիկալ եւ հորիզոնական այդքան մեծ, դա այդպես է։ Ընդհանրապես կատարվում է վերտիկալ եւ այսպես փոքր տատանումներով, նա ինչ-որ չափով ընկնում է, հետո ժամանակի ընթացքում մի քանի տարում փոքր եկաշարժելով այդ գրունտը գալիս է ընկնում իր տեղը, բայց այսպիսի մետր ու կես 2 մետրին մոտ հորիզոնական տատանումով երբեք չի լինում։ Ինչ էր պետք սովետական միությունը քանդելուց հետո, նաև պետք էր քանդել, ավիրել այս երկու ինժեներատեխնիկական, գիտական երկրների ունեցվածքը, որպեսզի նրանք դառնային չմո։ Եվ Ուկրաինայում այդքան էլ չկարողացան կատարել, Լևոնը փայլուն ձևով եւ ոչ մի անգամ չբարձրացվեց Սումգայիթի, Բաքվի, հայերի հարցը, մեր դաշտային Արցախի հարցը, այսօր էլ ընդհանրապես ոչ մի հարց չի բարձրացվում եւ դա պատահական չէ։ Պատճառը ընդհանրապես բերում են պատճառը նրան, որ Ռուսաստանը թույլ չի տալիս։ Այսօր էլ Ռուսաստանից անկախ եք, այսօր ով չի թույլ տալիս։ Մի անգամ պետք է աշխարհի առաջ բարձրացվի մեր այս հարցը։ Եթե այս հարցը մենք չենք բարձրացնում եւ այսօր այս Վենսը եւ նրա խոսակցության իրոք տողատակերի արանքից երևում է, որ մեր վերջն է, ապա այդ դեպքում նախ մենք պետք է բարձրացնենք մեր հարցը, որ սա մերն է, եւ աշխարհը պետք է իմանա, որ էթնիկ մերն է։ Մենք էթնոսի հարցն նույնպես պետք է բարձրացնենք։ Եվ քանի որ Հայաստանում այսօր այդ տականքներն են, նման ոչ մի հարց չի բարձրացվելու։ Եվ այս հարցը, եկաշարժը, Արցախը, Բաքվի հարցը, այդ Զորյանն էր, ինչ էր այդ գրող տականքը եւ Արցախում էր մի քանիսը Գորբաչով, Պերեստրոյկա եւ այլն, այդ ամբողջ սրիկայությունները սովետական միության կոտրվեց մեր եւ ուկրաինացիների գլխին։ Եվ եթե Ուկրաինայում մտածում եք, որ այսօր Եվրոպան Ուկրաինայի թիկունքին կանգնած է, այդ ընդհանրապես բրուտներին հարկավոր է, որ Ուկրաինան դառնա ագրարային մի չմո երկիր, եւ դա էլ կատարում են, ոչնչացնում են Ուկրաինան։ 45 միլիոնից այսօր երկրում գտնվում է 20 միլիոն, քաղաքների մի մասը ավիրված, եւ Պուտինը հրահանգ ունի նաեւ Կիևը եւ մի քանի Խարկով եւ մի քանի քաղաքներ նույնպես ավելի հավասարացնի գետնին, որ դրանից հետո Ուկրաինան կախված լինի, վերցնի վարկեր արտասահմանից, այսինքն բրուտներից եւ Ամերիկայից եւ ինչ-որ կառուցումներ կատարի, բայց արդեն թույլ չեն տա կառուցել մեծ գործարան կամ այլ տիպի գործարաններ, այլ ինչը նրանք կցանկանան եւ կասեն դուք էլ դառնալու եք տուրիստական երկիր, ինչպես էս տական Վեսը ասեց, Հայաստանում զարգացնելու ենք տուրիզմը, բայց հայ ազգը տուրիզմի երկիր չէ, հայ ազգը մտածող աշխարհի ամենահզոր ազգն է։ Այժմ մի քանիսի մասին հերոսներ, որոնք դուք համարում եք հերոսներ։ Երբ որ մեր տարածությունները աշխարհի խաչմերուկը բրուտը կտոր վերցնելով եկել էր եւ մնացել էր արդեն էթնիկ Հայաստանի մի մասը, սա էլ չի լրիվ էթնիկը լրիվս այսպես է լրիվ մեր էթնիկը, էթնիկի փոքր մասներ մնացել, իբր ստեղծեց մակեդոնացի եւ դրանից հետո մակեդոնացու տիրապետությունը բաժանվեց 3 մասի։ Այսինքն այստեղ գնում էր ուսումնասիրություն, թե հայերը որտեղ են, որտեղ ինչեր ունեն, այդ բոլոր հետքերը վերացնել է։ Դրա համար ձեզնից մեկը նույնպես գրել էր, որ շրջանագծի այդ P թիվը
իբր Պյութագորեսն է գտել, բայց Պյութագորեսը եկել է Հայաստանից է վերցրել, սա ինչ-որ մի երևելի բան չէր, հայերը սրա մասին 50,000 տարի առաջ արդեն որոշել էին, թե այդ թիվը որքան պետք է լինի, մինչև 4-5-րդ ստորակետից հետո գիտեին այդ թվի մասին։ Դա չէ այստեղ հարցը նա է, որ այստեղ ամբողջը նաև վերացնում էին 54,000 հայերի հաշվարկով, իսկ հայայի հաշվարկով 79,000 տարվա ընթացքում այն ինչ կառուցվել էր այսպես թե այնպես, թե մակեդոնացի մտածեցին իբր հերոս, թե մյուսներին մտածեցին, այդպես էլ չկարողացան մինչև վերջ ավերել, միայն 21-րդ դարի սկզբին արդեն Իրաք եւ այլն սկսեցին այդ ձևով։ Նույնը Չինգիզ խանի մասին եթե խոսենք, կամ նախ հռոմեական կայսրությունը, տեսնում եք հռոմեական կայսրությունը որտեղից որտեղ է, եւ բրուտների երկրի մի մասն էլ դրա մեջ, այսինքն կառավարումը գալիս էր այստեղից, բայց իբր այստեղից է կառավարվում, սրանց էլ էր վերցրել, այսինքն սրանց այս բոլորին պահում էր 1000 տարով համարյա այն իրավիճակի մեջ, որպեսզի ստրուկ լինեն։ Միանգամից հայերի տիրապետությունից հետո ստրկության անցնելը մարդկանց համար կատաստրոֆա էր, մարդկանց մի մասը խեղաթյուրվում էր, մի մասը ինքնասպան էր լինում եւ այլն, չեն կարողանում դրան դիմանալ եւ դա էր բրուտի ցանկությունը եւ եթե մենք տեսնում ենք քարտեզները չեն փոխվում, ապա որտեղ հայկական խաչմերուկն է, այդ ամբողջը եւ Չինգիզխանն է եկել, եւ մակեդոնացին է եկել, եւ Չինգիզխանի, իսկ Չինգիզխանի եւ հռոմեացիներն են եկել, սա հռոմեացիների քարտեզն է, իսկ Չինգիզխանի 12-րդ, 13-րդ դարում Չինգիզխանի հրահանգն էր փակելու Մետաքսի ճանապարհը եւ Մետաքսի ճանապարհը փակելուց հետո արդեն բրուտները Պեկինից եւ Հնդկաստանից այսպես էին բերում, նախ Աֆրիկայի տակով, հետո այսպես էին բերում իրենց մոտ ապրանքը եւ հայերը կտրվեցին դրանից։ Քանի որ 1200 թվականներին հայկական առևտրական նավատորմը ավելի հզոր էր, քան բրիտանական ռազմական նավատորմը, դրա համար նաեւ այս ամբողջը կատարեցին եւ մողոլները եւ մակեդոնացի եւ Հռոմի կայսրությունը եւ արաբները եւ պարսիկները բոլորը հետ են քաշվել, միայն թուրքերը եւ բրուտների աճեցած ազերիները մնացին մեր տարածությունը։ Տեսնում եք բրուտի խաղի ձևը, իսկ մողոլները նաեւ այստեղ տեսնում եք, որ եկել են լեհերի եւ այլ ֆին եւ այլ ազգերի հետ, այդ ռուս որ ասում են, ռուսը առաջացել է հենց դրանից, լեհերի, ֆիների, շվեդների հետ, գերմանացիների հետ խաչասերվելուց, իսկ չինացիների մոտ 3-ից մեկը ունի Չինգիզխանի արյունը եւ միայն 10% ունի հայկական արյուն։ Եվ եթե մտածում եք, որ սրանք հերոսներ են, 18 տարեկան լակոտը կամ 19 տարեկան լակոտը նրանք չէին կարող աշխարհը հասկանալ կամ այդքան զորք կարողանային հավաքել, զինամթերք, ուտելիք եւ այլն, որպեսզի այս ամենը գրավեին։ Սա բրուտի խաղերն է, ինչպես այսօր նաեւ Ադրբեջանը հաղթեց հայերին, երբ որ 700 միլիոն մարդկանցով պայքարում էին, որ Հայաստանը կրվի այս Արցախյան պատերազմ։ Այնպես որ դուք ընդհանրապես հերոսներ մանում եք, մյուս հերոսները Նապոլեոնի առաքելությունը որն էր։ Նապոլեոնի առաքելությունը նրա մեջ էր, որպեսզի միապետությունները վերանան Եվրոպայում եւ մնան հանրապետություններ։ Բրուտը դրա համար էր սրան կարգել,
վերջում էլ ինքը Բրուտին նամակ գրեց, անիծում են քեզ, գոնե մի քանի գեներալներից եւ տղայիս որոշ ունեցվածք տուր, որպեսզի կարողանան ապրել։ Եվ իրեն թունավորեցին եւ այնտեղ էլ Սուրբ Հեղին է կղզում եւ այնտեղ էլ սատկեց այս Բրուտյան լրտես։ Իսկ Դեգոլը մի քանիսի մասին եմ ասում, նույնպես հերոսացրեցին այս տականքին ինչի համար։ Դեգոլը այստեղ կատարել է երկու գործողություն։ Առաջին գործողությունը, որպեսզի հիտլերականները չգտնեն ֆրանսիական նավատորմը, նա այդ նավատորմը առաջարկեց բրիտանացիներին եւ նրանք ոչնչացրեցին այդ նավատորմը, որ հիտլերականների ձեռքը չընկնի։ Այ ոչխար։ Բրուտի մասին է խոսքը։ Այս ինչ տականք արտահայտություն է։ Հեռացնեիր, տանեիր Գրենլանդիա կամ տանեիր հասցնեիր Ամերիկա այդ նավատորմը եւ գումար էր ծախսված։ Այսինքն սա նրա համար է, որպեսզի պատերազմից հետո Ֆրանսիան դառնա բրուտների համար պարկ վերցնող երկրի աղբյուր։ Առաջի գեներալ Դեգոլի, որը նույնպես հայերի մեծ մասը այս երկուսին էլ գովաբանում են, այս տականք բրուտյան լրտեսի գործողությունը։ Երկրորդը ամենաշատ ոսկին 42 տոննա միայն գողացված, այսինքն վերցրած, բայց իր վերցրածի դիմաց հայերի պահանջը չկատարած բրուտյան թագավորական ընտանիքը ամենաշատ ոսկին ուներ եւ Դեգոլը հայտարարեց, որ ոսկին ընդունենք փոխարժեքի միավոր, օրինակ 1 գրամ ոսկին $1 եւ այլն։ Եվ դրանով բրուտները ստիպեցին ֆրանսիացիներին, երբ որ Ֆրանսիայի 60%-ը համաձայն չէր դրա եւ դարձրեցին Ֆրանսիայի ազգային հերոս։ Ահա այն բոլոր տականքները ինչպես են դառնում հերոսներ եւ ձեզ թվում է նաեւ շեշտում են հատկապես այդ երիտասարդ քաղաքագետներ, քաղաքաբաններ, փիլիսոփաներ, այդ տեսակ սա այսպես արեց, նա այնպես արեց, բայց ես ձեզ իրականությունն եմ ասում, իրականությունը ինչպիսին է։ Իսկ եթե դուք փորձում եք 20-րդ 21-րդ դարում գտնել հերոս, ես նրան չեմ տեղադրում, որպեսզի ինձ նորից չփակեն։ Դա բրուտների հարցն է, Դիանան։ Նա միակ անձնավորությունն էր, որը դուրս եկավ իր ընտանիքի դեմ եւ իր ընտանիքին ասաց, որ դուք աշխարհի տերն եք եւ սրիկաներ եք։ Բացի դա նաեւ այլ բաներ, նա նույնիսկ չխնայեց իր երեխաներին, հանուն աշխարհի, հատկապես Աֆրիկայի սովամալ լինելով երեխաների համար, թքեց իր ամուսնու եւ կեսօր վրա եւ դրա համար նրան Ֆրանսիայի թունելում իր իսկ այդ ախրանիկ եք ասում դուք, ախրանիկը ծեծելով իրեն եւ վարորդին սպանեց, ծեծելով։ Ահա միակ հերոսը 20-21-րդ դարի միակ հերոսը այս կինն է, որը դուրս եկավ ուղիղ աշխարհի տերերի դեմ, իսկ մնացածը սրանք բոլորը տականքներ լրտեսներ են, բոլորը տականք լրտեսներ են։ Այժմ ինձ հարց է տվել Հիվան մեր հայի համար, նշեմ, որ դիտեք իմ այս ֆիլմը Քաղցկեղը Հայաստանում, գեղեցիկ մի հայ երեխայի նկարով է ֆիլմը, գտեք այդ ֆիլմը իմ մոտ, այս ֆիլմն է, նայեք եւ այստեղ կարևորը նա է, որ նաեւ դոկտոր Աշխարհի, թեպետ այդ դոկտոր Աշխարհը ինքը իր վրա է վերցնում, թեպետ այդ յութը հայ հնագույն աստվածների եւ չինացիների մոտ կար, Սիսերի գյուտը, միևնույն ժամանակ մեր ընկերոջը առաջարկում եմ առաջին հերթին դիետա, կարդալ ինչ դիետա եմ ես առաջարկում,
որպեսզի ձեր այդ հիվանդությունը վերանա եւ ընդհանրապես քաղցկեղ եւ այլ հիվանդություններ ունեցող անձնավորություններին, բացի գլխի ռակը, մնացածը բոլորդ կարող եք այդ ֆիլմը դիտել եւ բուժումը 100%-անոց է, միայն պետք է ձեր ուղեղը տրամադրվի նրան, որ դա է իրականությունը։ Իսկ ուղեղի ռակով հիվանդները դա ստանում են ինչ-որ մի ստրես, այդ ստրեսից նրանց օրգանիզմի ցանկացած մաս կարող է ստանալ ռակ, այսինքն ռակը դա քաղցկեղը դա Մենդելևի աղյուսակի ծանր էլեմենտներն են մեր օրգանիզմում, ստրեսի ժամանակ կարող է առաջանալ աղիներում, կրծքում, կարող է առաջանալ բացի սիրտը բոլոր օրգաններում եւ վտանգավորը գլուխն է։ Իսկ գերմանացի գիտնականը գլխի ռակը բուժել է նաեւ, երբ իր տղան մահացել է ավտովթարից, ստացել է գլխի ռակ, որից հետո մտածել է ինչից կարող էր ստանալ, հասկացել է, որ դրանից է ստացել, իր ուղեղից անել է դա եւ դրանից հետո բուժվել է։ Եվ ամենակարևորը այստեղ նաեւ դիետան է, կարդացեք Սիմոնտինի սոդա, ռուսները բուժել են պերեկիս խմելով, 3%-անոց պերեկիսը ջրով խառնելով խմելով, այդ ամենը կա։ Իսկ Բերիայի մասին ֆիլմը այս ֆիլմն է, ֆիլմի անունն է այս թվանշանները, նրա ծնունդը եւ մահը, կգտնեք նաեւ այս ֆիլմը Բերիայի մասին։ Այժմ ընտրություններ, ձեզ թվում է, որ Հայաստանում լինելու են ընտրություններ, Հայաստանում ոչ մի ընտրություն էլ չի լինելու։ Այս ամբողջ խաժամուժը, սրանց եթե գումարես նաև ոստիկաններ, որոնց մասին ասացի, որ նրանք ինչ էին այդքան աննասուն, քանի որ բարեկամների հետ ամուսնանալով ծնվել են այդ տականքները, որոնք արդեն մարդ չեն, այլ ոչխար են, դրա համար այդ ոչխարներին սրանք կարողանում են կառավարել։ Միևնույն ժամանակ սրանք այնքան թալան են տվել եւ բոլորն էլ գիտեն, որ իրենց պետք է գնդակարեն, նրանք ամեն ձևով մինչև իրենց այն ատամները պետք է զինվեն, որպեսզի չտան այդ ամենը։ Սա նրանց պարտադիր քայլն է եւ պետք է հայ ազգը եւ բոլորը հասկանան, որ նրանք այս քայլն են կատարելու։ Երկրորդը փաստեր։ Հայաստանում նիկոլականները ինչ են անում։ Վերցնենք անձնավորություն, որը լավ գործի է Հայաստանում։ Այս լավ անձնավորությունը ունի քույր եղբայրներ, երբ որ նրանք ինչ-որ մեկի միտինգի են գնում, նկարահանում են եւ բերում են, ասում են, այ ոչխար, քույրդ, եղբայրդ, այն մյուս եղբայրդ, այս միտինգին են, քեզ գործից կհանենք, եթե մյուս անգամ նրանք այնտեղ հայտնվեցին, կամ հայրդ, մայրդ, աներդ, զանգաճդ այնտեղ էին, բոլորին գիտեն, եւ այդպես ինչի է հայ ազգը այսօր նվաստ այս միտինգներին, կինդ էր այնտեղ, երեխաները էին այնտեղ, եւ այսպես եթե վերցնես մեկ աշխատողի վրա, նրանք ունեն 10-ից մինչև 20 անձնավորություն, որոնց կարգավորում են, որպեսզի նրանք միտինգների կամ ցույցերի չգնան։ Եվ այսպիսով, եթե Հայաստանում համարես, որ 100,000 մարդ աշխատում է, ապա բոլորն էլ բարեկամներ ամեն ինչ ունեն եւ դուրս է գալիս, որ 500,000 մարդ ոչ միտինգի է գնալու, ոչ խառնվելու եւ ոչինչ էլ չի անելու։ Սա նաեւ տերրոր է հայ ազգի նկատմամբ եւ բոլորը պետք է հասկանան, որ այդ ապարատով նկարողներին կամ այդտեղ կամերա դրածները բոլորը ջարդեն փշրեն, որ մարդիկ նորմալ կարողանան նաեւ այդ միտինգ ցույցերին գնան։ Իսկ նաեւ ինձ հարց թե ճիշտ ճանապարհը որն է, որպեսզի Հայաստանում լինեն ընտրություններ, ճիշտ ճանապարհը պետք է ինչ-որ մի տեղից, սա Երևանի քարտեզն է, 4-ն էլ գտնվում են Երևանում, սրանց բոլորի գտնվելու վայրը իրենց տաներում հատկապես որոշել երբ է եւ ռմբակոծել հեռահար, ինչ-որ մի չաստից ռմբակոծել միանգամից 4-ին էլ վերացնել, սա կլինի Հայաստանի փրկությունը։ Իսկ մնացածը կամ պետք է ամբողջ ազգը միաբռունցք դուրս գա հեղափոխության, կամ այս բոլոր ճանապարհները, որ ճանապարհներով որ մտածում եք, իմ համոզմամբ սրանք ոչ իրենց ունեցվածքն են թալանած, ունեցվածքն են տալու,
հետն էլ հասկանում են, որ բոլորը գնդակահարվելու են, ոչ էլ դրան են գնալու, ցանկացած գնով սրանք մինչև վերջին սրիկայության ձևով ոչ միայն իրենք նաև այս ամբողջ տականքները գնալու են այդ քայլին, եւ դրա համար որ դուք զարմանում եք, թե ինչի չեն ձեր միտինգներին գալիս, այստեղ օրինակի համար, եթե այսպես հաշվենք եւ սրանց երեխաներ չհաշվենք, 7, 8, 9, 10, 11 մարդ միայն մեկ մարդու պատճառով չի գնում դրան, բայց իրենք են տրամադրված են, որ գնան, եւ այսպես բոլորն էլ ունեն այսպիսի ընտանիքներ, կապեր, եւ պետք է այս ամբողջը հաշվել, ինչի չեն գնում, կամ պետք է լինի մի հզոր հայ մարդ, բոլորին վարձատրի, ասի 2-3 ամսով դուք ստանում եք այս գումարները, չեք գնում աշխատանքի եւ սկսում ենք այսօրվանից հեղափոխություն, բայց դրա համար պետք է լինի մեծ նորմալ ուժ, որ սրանք չկարողանան դեմը առնել։ Պետք է մտածել այս ամենի մասին, իսկ եթե ընտրություններով գնաս, դու ձայն ես տալիս նորից նիկոլականներին, եւ չմտածեք, որ սրանք այլ թեկնածու են դնելու են նորից այս տականքին, քանի որ այս տականքը Հայաստանը որ հասնեց, սրանք կմտածեն լավ էլ կփախչեն։ Երկու խոսք այդ Այնշտայնի մասին, Այնշտայնի խմբից է նաև սրա կինը, Ռիմա այդ Սարգսյան կոչված տականքը, որը հայ երեխաներ էր վաճառում։ Այստեղ ասեմ հիմնական է Այնշտայնի գործողությունների հիմնական իմաստը դա որն է։ Երեխաներին, հատկապես նորածններին, ինչպես Ռիմա Սարգսյանն էր անում, մեծ գումարներով գնում են 100-120 հազար դոլար, մինչև 1 միլիոն նայած երեխայի արժեքի, հատկապես աղջիկ երեխաներին, նրանց մինչև 10-12 տարեկան հասակը նայած, որ երկրից է ինչպես է հասունանում, երբ որ արդեն հասուն չէ սեռապես, այդ երեխաներին ավելի լավ են պահում, քան որևէ ծնող նրանց կպահեր, դրանից հետո արդեն հանձնվում է մորթման, այդ երեխաներին մորթում ուտում են կամ նրանց արյունն են խմում։ Այդ երկուսի մասին ավելի մանրամասն, եթե կցանկանաք կասեմ, բայց ցանկալի երևույթ չէ եւ չեմ ասում։ Նույնը ոչ թե միայն Հայաստանում, ինչպես նշեցի մի ֆիլմում, 100,000 միայն վրացի նորածին է վաճառվել եւ բոլոր երկրներում այդ ամենը կատարվում է եւ ինչպես նշել եմ եւ Դիանա նույնպես հրաժարվել էր այդ տականք ընտանիքից, նրանք նույնպես երեխայի արյուն են խմում, աղջիկ երեխայի եւ միևնույն ժամանակ ստրեսի են հասցնում եւ դա նրանց իբր ջահելացնում է եւ երկրորդը Աստված կոչվածները ոչխարի միս են ուտում, նրանք իրենց անվանում են Աստված, ինչպես Աստվածաշունչն են գրել եւ միայն իրենք են ուտում մարդու միս, այսինքն ոչխարի միս, ինչպես Աստվածաշնչում գրվում է ես ձեր հովիվն եմ, դուք իմ գառներն եք եւ նրանք էլ գառի միս են ուտում։ Էս է ամենը, սրա մասին ընդհանրապես ավելի լավ էլ չասել, բայց ծնողները պետք է զգույշ լինեն նաև փոքր երեխաներին, որպեսզի չթողնեն, չկարողանան գողանալ այդ երեխաներին մինչև 10-12 տարին, կրկնում եմ, շատ լավ պահում են, որից հետո եւ տալիս են այնպիսի ուտելիքներ, որ համեղ միս ունենա, որից հետո ինչպես բրուտներն են ամբողջ ընտանիքով մարդու միս ուտում, այնպես էլ դերասաններ, այնպես էլ հարուստ աշխարհում շատ մարդիկ, նույնպես նրանց արունը խմելով եւ Ռուսաստանում կա, եւ Ֆրանսիայում, եւ ԱՄՆ-ում, եւ բրուտների մոտ, եւ ամբողջ աշխարհում այս երևույթը վերջին 15 տարվա մեջ այնպես է աճել, որ դրա առաջը առնել նաեւ հնարավոր չէ։ Եվ այդ մասին, որ հարցրեցիք, պատասխանեցի 2 բառով այսքանը եւ կարեւորը մեզ համար մեր ընտրությունները եւ իմ համոզմամբ համապատասխան մեծ հզորությամբ, բայց փոքր չափերով զենքերը պետք գցել սրանց վրա, վերացնել այս 4 տականքներին անմիջապես եւ փրկել երկիրը։ Այսքանը։